Ելք խմբակցության ղեկավարի համար տարօրինակ են Հայաստանի Հանրապետության փոխոստիկանապետի հավաստիացումները, թե տեղյակ չէ հունիսի 28-ին Ավան նոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկողում Սասնա Ծռեր խմբի 5 անդամի ծեծի մասին։ Չկարծում, որ շատ վատ է, որ ոստիկանությունը դեպքի հանրային նահանգից 24 ժամ հետո դեռ չի կարող նույնիսկ ասել միջադեպ եղել է թե ոչ։ Պատգամավորը նշեց, որ զրուցել են Ուբարաշեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ եւ նրանք հավաստիացրել են, որ Սասնա Ծռեր խմբի անդամները դատարանից վերադարձել են ոստիկանների ուղեկցող գնդի հսկողության տակ եւ եղել են կապտուկներով։ Դուք հիմա ասում եք, գիտեք, ծեծել են, ջարդել են, ասում նմանատիպ բան գոյություն չունի, բայց կներեք, պետք է լինի քննություն։ Կատարում է ծառայական քննություն, նույնիսկ կարելի է ՀԿՑ, երբ որ կպարտի որ ոստիկաններն իհարկե պատժեն։ Երբ որ ընդդիմությանն է վերաբերվում, կիլոմետրանոց հաղորդագրություններ, SNR ստեյց մտել են զենք զինամթեր գրած, բայց այդ ժամանակ ինչի՞ չեք ասում նախաքննությունը կպարզի այսօր ոչ մի բան չեն կարող։ Նիկոլ Փաշինյանը ՊՊՑ գնդի գրավման, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման փաստերի առնչությամբ հարցադրում ուներ նաև ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալին։ Այս փաստերի համադրությունը ինչի մասին է վկայում, որ ծառայական քննություն իրականացրել եք եւ ինչ որ արդյունքների հանգել եք։ Փաստացի այս բանի ոչ այդ մասով է վերջացել քննությունը, ոչ մյուս մասով։ Իսկ ինչ վերաբերում է ծառայական քննության հետ կապված, եթե կատարվել է դա գաղտնիք է, մնացել է մեր պաուսներում։ 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ելք դաշինքի մեկ այլ պատգամավորի Գևորգ Գորգիսյանի մտահոգում էր ապաստարանների հարցը։ Ապաստարաններ կային, որոնք ուղղակի փակված էին ինչ-որ բետոնե շերտով կամ չգիտեմ ավտոտնակ էր կառուցված դրա վրա կամ դրա տեղը։ Որևէ մոնիտորինգ ունեք արած Երևան քաղաքում եւ խոշոր բնակավայրերում առաջի անհրաժեշտության, որոնք որ սահմանից հեռու են, առաջի անհրաժեշտության ապաստարաններ են կառուցվում։ Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նախարարից հետաքրքրվեց շենքերի սեյսմակայունության վերելակների խնդիրների մասին։ Ես ուղղակի անհանգստության, չգիտեմ, շեփոր եմ հնչեցնում, եւ այդ մենակ իմը չի, բոլոր մարդկանց մտահոգությունն է, որ մի օր կարող է այդ փորձանքը լինել եւ մենք դրան չենք դիմակայել։ Եվ կշեփորենք համատեղ եւ միևնույն ժամանակ հաշվի կառնենք ձեր առաջարկությունը։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում հաջորդ շաբաթ կշարունակվեն 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները։